Արցախի հանրային հեռուստատեսության եթերում աշխատանքն է շարունակում օրդրատվական ծրագիրը բարի երեկո։ 2015 թվականն արդեն պատմություն է, շնորհավորանքները, բարեմաղթանքներն ու անկեղծ ակնկալիքներն արդեն 2016 թվականին են վերագրվում, որ տարին մեր երկրի համար լինելու է հաջողություններով առատ, նախադրյալներ արդեն իսկ կան։ Ամանորի գիշերը Ստեփանակերտի Մորիև մանկան առողջության պահպանման կենտրոնում 13 երեխա է ծնվել, 7 տղա եւ 6 աղջիկ։ Թիվն այս առանց չափազանցության ռեկորդային է։ Ծնունդների գրանցամատյանում Ամանորի գիշերը նման թիվ դեռ ոչ ոք չէր գրանցել։ Հաճելի Եռուզեր ու ամենուր մանկան ճիչ Մորիև մանկան առողջության պահպանման կենտրոնի բուժանձնակազմը 3 երեկոյան ու գիշերվա ծննդօգնություններից հետո հանգիստ կատարել է հերթափոխը։ Հունվար 1-յան անցուդարձն էլ բժիշկ Մեսրոպյանի վերահսկողության ներքո է։ Ամանորի գիշերն ունեցած ծնունդների աննախադեպ թիվը բուժանձնակազմին աշխատելու երկրորդ շնչառություն է ներարկել։ За сутки состоялись 13 родов. Օրվա ընթացքում գրանցվել է 13 ծնունդ, նորածիններից 7 տղա է, 6 աղջիկ։ Ծնունդները եղել են առանց բարդությունների, ինչպես նորածինների, այնպես էլ նրանց մայրերի վիճակը բավարար է։ Բուժանձնակազմի կողմից նրանք գտնվում են ակտիվ հսկողության ներքո։ И за малышами, и за мамашами. Նորածինների ու մայրերի առողջական վիճակը բավարար է։ Սենյակներում Ամանորյա տոնական տրամադրությունը կարծես հետին պլան է մղված։ Մայրանալու բերկրանքը շատերի մոտ առաջին անգամ է, ոմանք էլ 4-րդ գեղեցկուհուն են լույս աշխարհ բերել։ 4 երեխան, 4-րդն էլ էստեղ եմ ունեցել, բուժանձնակազմից շատ գոհ եմ, բոլորն էլ շատ լավն են։ Սաղից էլ շատ շնորհակալ եմ։ Իսկ նախատոնական օրերին ավելի ստույգ դեկտեմբերի 28-ից մինչև 31-ի օրվա առաջին կեսը Ստեփանակերտի Մորիև մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցվել է 30 ծնունդ։ Գերակշռում են տղաները։ Ազատամարտիկների միության հայրենաց պաշտպան կազմակերպության մի խումբ երիտասարդներ 3 այցելել են ծննդատուն ու Ամանորյա հաճելի անակնկալ մատուցել նորածինների մայրերին։ Բարև ձեզ, ձեր գալիք Ամանորը շնորհակալ եմ։ Ձեր բարեկին ծնունդը։ Սա հայրենաց պաշտպանների ազատամարտիկների միության կողմից։ Երիտասարդները հիվանդասենյակից հիվանդասենյակ են շտապում շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, նվերներով ու ծաղիկներով։ Մենք մայրերին նվիրել ենք փոքր երեխաների համար նախատեսված պարագաներ, այդ թվում նաև մանկասալակ, ծաղիկներ եւ այլ նվերներ, եւ ծրագրի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ շնորհավորենք եւ նրանց լույս աշխարհ գալը եւ մեր սիրելի մայրերի ու երեխաների նոր տարին։ Ամանորյա ակցիայի կազմակերպիչները Ստեփանակերտի Մորիև մանկան առողջության պահպանման կենտրոնից նախորդ տեղեկացվել եւ ըստ այդմ ծրագրել են իրենց անելիքները։ Երիտասարդները նվերներ են պատրաստել ավելի քան 30 նորածինների եւ նրանց մայրերի համար։ Ուզում եմ բոլորի անունից շնորհակալություն հայտնել հայրենիաց պաշտպան ողջանձնակազմին, շնորհակալություն հայտնել նաև հիվանդանոցի ողջանձնակազմին ջեր վերաբերմունքի համար։ Նորածիններին ամենակարևորը առողջություն, երկար տարիների կյանք, դե ծնողներին նույնպես առողջություն։ Մեր Արցախ աշխարհն էլ զարգանա, ավելի խաղաղություն լինի։ Մեծ ծնողներիս համար հաճելի անակնկալ է։ Ցանկանում եմ ծնողներին երջանկություն, աշխարհի խաղաղություն լինի, երկրի խաղաղություն լինի, երեխաներին առողջություն լինի։ Միայն մեկ օրվա ընթացքում դեկտեմբերի 30-ից մինչև 31-ի օրվա առաջին կեսը Ստեփանակերտի Մորիև մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցվել է 15 ծնունդ, 8 տղա եւ 7 աղջիկ։ Ծննդատան աշխատակիցներն են ոգևորությամբ փաստում։ Ծնունդների թիվը գերազանցել է վերջի մի քանի տարիների նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներին։ Մենք պարտավոր ենք, մենք պարտական ենք, մենք պետք է շատանանք, որպեսզի մենք կարողանանք տալ առողջ սերունդ, որպեսզի մենք կարողանանք ունենալ հզոր զինվորներ։ Նորածիններին մաղթում եմ, որպեսզի բոլորը մեծանան իրենց ծնողների հովանու ներքո, որպեսզի յուրաքանչյուր ծնող կարողանա հպարտանա իր արժանի զավակով։ Գենադի Երեմյան, Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Դեկտեմբերի 31-ին եւ լույս հունվարի 1-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց։ Ադրբեջանական զինուժը պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաեւ 60 մմ-անոց ականանետ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է պաշտպանության բանակի առաջնային գծում տեղակայված մարտական հենակետեր։
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տեղերում ծանոթանալով առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությանը բանակի հրամանատարը շնորհավորել է դիրքապահ ազնագազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթել բարի ու անփորձանք ծառայություն։ Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Լևոն Մնացականյանը ազնագազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանրարարականներ։ Եկել ենք շնորհավորել ձեր նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը եւ ցանկանանք ամենից լավը, առաջ երեքին։ Հաջողություն ձեր ծանր զինվորական ծառայության մեջ, բայց միևնույն ժամանակ պատասխանատու ծառայության մեջ, որովհետեւ 2016 թվականին եւս 15-ի նման մեր սահմանները ամուր պահեն, ապահովեն մեր երկրի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղ անդորը ու այն հույսերը, որ մեր ժողովուրդը կապվում է զինված ուժերի պաշտպանության բանակի հետ, որպեսզի ձեր անմիջական մասնակցությամբ իրականություն դարձնենք, որպեսզի 16 թվականին ուրեմն բոլոր ոտոձգությունները հակառակորդի համարժեք պատասխան ստանան։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Գերմանիայի նախագահության կարգախոսը 2016 թվականին կլինի երկխոսության թարմացումը եւ վստահության ու անվտանգության վերականգնումը։ Ակնկալվում է, որ նախագահության կոնցեպտը հունվարի 14-ին Վիեննայում կներկայացնի ԵԱՀԿ գնորգործող նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ ԵԱՀԿ-ում Գերմանիան նախագահում է արդեն երկրորդ անգամ, առաջինը 1991 թվականին էր։ Նախագահող երկիրը պլանավորում է իր գործունեությունը կենտրոնացնել Ուկրաինայի ճգնաժամի լուծման եւ ԵԱՀԿ տարբեր հնարավորությունների ամրապնդման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ղազախստանն էլ հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրների մարմիններում նախագահող երկիր է դարձել։ ԵՏՄ ղեկավարության փոփոխության մասին որոշումը 2015 թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացրել էր ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հայտնում է Ինտերֆաքսը։ Խրիստոնկոյի խոսքով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կղեկավարի բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը։ ԵՏՀ նոր կազմը աշխատանքի անցնելու փետրվարի 1-ից Խրիստենկոն նաև ընդգծել է, որ ապահովվել է կոլեգիայում եւ հանձնաժողովում անդամների փոխարինողների անցնելու բարձր մակարդակ։ 10 անդամներից միայն 2-ն են նոր Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ամանորի գիշերը հաճելի անակնկալ է մատուցել նաև եղանակը։ Ձյունն իրոք 2016-ի տարեմուտը դարձրել է հեքիաթային։ Ամանորյա ճոխ սեղանները վաղ առավոտից փոխարինվել են ընտանեկան էքսկուրսիաներով, բայց իհարկե ձնագնդին ու ձնամարտ պատրաստելուն զուգահեռ ստեփանակերտցիները չմոռացել նաև սեփական շքամուտն ու բակը մաքրել, գոնե դարձնել անցանելի։ Իհարկե խնդիրն այսօր չէինք բարձրացնի, եթե առաջիկա օրերի եղանակի կանխատեսումներն այդ ուռումով հուսադրող լինեին։ Երեխաները դեռ առավոտից էին շտապում բակ ձյուն, այն էլ այսքան տոնական ու արձակուրդային միշտ չի հանդիպում։ Առիթն էլ բնականաբար բաց թողնել չարժի։ Այդուհանդերձ դեռ երեկվանից սկսված ձյանտեսքով առատեղումներն այսօր էլ շարունակվել են եւ եթե հավատանք եղանակի կանխատեսումներին, իսկ չհավատալու հիմքերը չկան, ապա առաջիկա օրերին եւս տեղումները շարունակվելու են։ Դրան նաեւ գումարվելու է սառնամանիքը եւ նման պայմաններում մեր կասառույցն անխուսափելի է։ Եվ որպեսզի քաղաքային ու հատկապես ներհանրապետական տրանսպորտը կաթվածահար չլինի, հանրապետությունում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ։ Դեռ դեկտեմբերի 25-ին է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել աշխատանքային խորհրդակցություն նվիրված ձմեռային սեզոնին համապատասխան ծառայությունների պատրաստականությանը եւ դրանց անխափան աշխատանքին։ Հատուկ ուշադրություն էր դարձվել ամանորյա տոներին եւ հանգստյան օրերին վերոհիշյալ աշխատանքների իրականացմանը։ Նախագահը կոնկրետ հանրահարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։ Առավոտյան ներհանրապետական բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի էին։ Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը նույնպես աշխատել է սահմանված գրաֆիկով։ Սանմակրում համայնքային կազմակերպությունը աշխատանքները սկսել է 2016-ի մուտքից ուղիղ 2 ժամ անց։ Երեկոյան ժամերին արդեն 10-ի մոտերքը մենք աղցան ավտոմեքենաներով 2 ավտոմեքենա ցանեցինք։ Հետո գիշերվա 2-ին սկսեց մեր ամբողջ աշխատանքները, այսինքն սկզբից սկսեցինք մաքրման աշխատանքները, հետո աղցանելու աշխատանքները։ Դե առավոտ էր մինչև առավոտ ժամը 8-ից աշխատում էինք մեքենաներով, մեր GCB կոչվող տրակտորով եւ 2 հատ աղցան ավտոմեքենայով։ Աշխատանքները մեկնարկել են քաղաքային տրանսպորտի երթևեկությունն անխափան պահելու նկատառումով նաև, այդուհանդերձ ուշադրությունից չեն վրիպել նաև ծայրամասային թաղամասերը։ Հիմնականում
Սկսում ենք ուրեմն երթուղային 17 երթուղային տաքսու ճանապարհը, Հայկավան, 114 երթուղային տաքսու ճանապարհը, կենտրոնական թաղամասերը եւ գերեզմանանոց։ Եթե հարկ լինի, արդեն կապ ունենք մեր քաղաքաշինության նախարարության հետ, հարկը եղած դեպքում մենք դիմելու ենք համապատասխան տեխնիկանոց տրամադրելու դեպքում։ Բայց այսօրվա դրությամբ նա պետք չէ գալ։ Համայնքային կազմակերպության աշխատակիցների պատասխանատվության չափը կարող էր վարակիչ դառնալ մյուս կազմակերպությունների համար։ Այդուհանդերձ տոնական սեղաններից դեպի ֆիզիկական աշխատանք վատ խորհուրդ չէ։ Տոները շարունակվում են, տեղումները նույնպես։ Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցները դեռ առավոտից էին գործի անցել, ոչ միայն կենտրոնական մուտքը, այլև դեպի Բաք տանող փողոցն են հասցրել մաքրել։ Ես կարծում եմ, քաղաքը, մարդի երկիրը չպիտի սիրի միայն խոսքով, այլև գործով։ Մեծ բան չենք անում, բայց եթե ամեն մի Ստեփանակերտի իր տան շրջակայքը, իր փողոցը, իր բակը մաքրի, մենք կունենանք ձյունազերծ քաղաք, մարդիկ փողոցով կգնան անվտանգ, տրամա չեն ստանա, հիվանդանոց չեն ընկնի։ Իսկ մենք այսօր մաքրում ենք մեր հեռուստատեսության տարածքը։ Եվ առողջարար է այս աշխատանքը թեպետ հունվարի 1-ն է, թեպետ հեռուստացույց դիտենք, չէ, սա նույնպես պետքական աշխատանք է եւ հաճելի է։ Տոնական օրերին ուժեղացված ռեժիմով է աշխատում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ամանորի գիշերը բարեբախտաբար փրկարարների կարիք քիչ զգացվեց։ Հանդեսներին եւ հրավառության ժամանակ կազմակերպված է հերթապահություն հրապարակում, ոչ մի տենց արտակարգ մեծ խոշոր դեպք չի գրանցվել, հիմնականում ձյան պատճառով գրանցված դեպքերը, մեծ ճանապարհատրանսպորտային պատահար, երկու տեխնիկական օգնություն, մեքենաների մնացել ճանապարհի վրա, մեր հերթապահ խմբերը գնացել են եւ հանել են այդ ճանապարհներից ու հիմնականում նաեւ գրանցվել է երկու դեպք շտապ օգնության ցուցաբերելու ուղղությամբ Երևանի տեղափոխումներ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հետևում են նաև շրջաններում տեղումների մակարդակին։ Առայժմ ներհանրապետական ճանապարհները հիմնականում անցանելի են, դժվար անցանելի են Շահումյանի շրջանի ճանապարհները։ Այստեղ տեղումները ժամ առ ժամ նոր ցուցանիշներ են գրանցում։ Հիմնականում ամենամեծ քանակով ձյունը եկել է Շահումյանի շրջանում մոտ 40 սանտիմետր, հիմա էլ է տեղում այդ ձյունը։ Ամենակիչը եղել է Մարտակերտի շրջանը, հարթավայրային տեղերը մոտ 2-5 սանտիմետր։ Ճանապարհները հիմնականում բաց են։ Առաջիկա օրերին հիդրոթերապևտաբանական ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն տեղումները շարունակվելու են, ջերմաստիճանը նվազելու է մինչև 10 աստիճան։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հորդորում են չերթևեկել առանց ձմեռային ամադողերի եւ ճանապարհներին խիստ ուշադիր լինել։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Այսօր խաղաղության համաշխարհային տոնն է, պատկանում է Ռոմանո-կաթոլիկ եկեղեցուն։ 1967 թվականին Հռոմի Պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր խաղաղության համաշխարհային օր։ Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր։ Այն նշում են յուրաքանչյուր նոր տարվա առաջին օրը։ 1969 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները եւ երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է կալենդը։ Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է «Ների եւ ձեռք կբերես խաղաղություն»։ Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի Պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, երկրի խաղաղության հաստատման, միջազգային եւ միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու եւ կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ասված են, նվերները հանձնված։ 2015 թվականն այլևս անցյալում է։ Դեկտեմբերի 31-ին աշխարհը նշեց 2016 թվականի մուտքը։ Այս հրաշալի տոնի կապակցությամբ աշխարհի բազում երկրներում կազմակերպվել են դիտարժան ու գեղեցիկ տոնակատարություններ, որոնք առավել ինքնատիպ են դարձրել հեքիաթային հրավառությունները։ Ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
Այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում։ Ինչպես հաղորդել են հիդրոթերապևտաբանության ծառայությունից, հանրապետության տարածքում կդիտվի անպամած եղանակ, սպասվում է ուժեղ ձյուն։ Վարկյանում 5-ից 10 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժ գնացում 15-ից 20 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը 2-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքությունից 4 աստիճան ցուրտ։